Բարև ձեզ, Factor TV հյուրը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցն է, ողջույն, պարոն Սաքունց։ Ողջույն։ Ցավոք մեր քաղաքական դաշտին ընդհանրապես բանավեճերին հատուկ է եղել ատելության եւ բռնության մթնոլորտի գեներացումը, թշնամանքի հրահարումը, դա եթե վաղ անցյալում ավելի շատ քաղաքական տարբեր թիմերի կողմից էր իրար դեմ, հիմա նաև կա այդպիսի դրսևորումների մի ցանկ Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք քաղաքական, նաև քաղաքացիական դիրքորոշում են արտահայտում իրենց առնչվող հարցերով Հայաստանի իշխանություններին պահանջներ ներկայացնում սոցիալական խնդիրների լուծման, իրենց իրավունքների հարցերի հետապնդման, եւ մենք տեսնում ենք թիրախավորում եւ առավել հատկանշական է իշխանական տարբեր շրջանակների կողմից, այն ինչ վտանգներ է պարունակում այս իրավիճակը որպես իրավապաշտպան, ինչ կասեք, պարոն Սաքունց։ Տեսեք, ընդհանրապես որևէ հատկանիշով մարդկանց խմբի թիրախավորում ինքը ընդհանրապես անթույլատրելի է, որտեղ նույն ձևի կարելի է, ոչ թե կարելի է, այլ նույն ձևի պատկերացրեք հայաստանցիներ, հա, հայեր, կամ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ թիրախավորում, ասենք, ենթադրենք ծագման վայրի, չէ, զուտ էթնիկ հիմքով, ասենք, կամ քաղաքացիության հիմքով թիրախավորում, ասենք, Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից կամ բոլոր ռուսներին թիրախավորել, ասենք թե ռուսաստանցիներին ելնելով Պուտինյան, հա, ռեժիմի այդ վայրագություններով կամ թեկուզ հիմա բոլոր Միացյալ Նահանգների բոլոր քաղաքացիներին սկսել թիրախավորել Թրամփի վարչակազմի այդ հակաժողովրդավարական վարքագծով, այսինքն ինքը ի սկզբանե անթույլատրելի է, ինքը անգրագիտություն է իհարկե, որովհետև շատ տարբեր արցախցիներ կան, եթե վերցնում ենք այդ հատկանիշով, եւ կան շատ տարբեր, այսպես կոչված Հայաստանի քաղաքացիներ, չէ, որոնց մեջ եւ կան տարբեր ազգության ներկայացում եւ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ։ Շատ հաճախ Արցախի մեր հայրենակիցները շփոթում են նրանց ղեկավարության հետ։ Տեսեք, եկեք ասենց ասեմ, ցանկացած սոցիում բազմազան է։ Չկա այդպես միատեսակ մտածելակերպ կամ միատեսակ նույն բնույթի, նույն վարքագծի, նույն մոտեցումներ ունեցող մարդկանց, երբ որ այդ հավաքական այդպիսի մի գնահատական տրվում է կամ մոտեցում է ձևավորում, ինքը ի սկզբանե զուրկ է որևէ ուրեմն հիմքից, որովհետև հակասում է, հակաբնական է, բայց ինքը նաև ակնհայտ խտրական է իր ոճով եւ փորձել ենթադրենք առանձին հիմա այսպես ասեմ, կոռուպցիան հոչ ունի ազգային պատկանելություն կամ քաղաքացիական պատկանելություն կամ, չգիտեմ, որևէ ընդհանուր մի հատկանիշով, հա, մարդկանց ինչ-որ մի խմբին։ Չէ, կոռուպցիան սովորաբար դրսևորում են իշխանության պաշտոնատար անձինք եւ հիմա եթե կոռուպցիայի դեմ ուզում ես պայքարեցող ամբողջ համակարգը չես ուրեմն թիրախավորում կոնկրետ դեպքերով կոնկրետ եւ միաժամանակ տալիս ես գնահատական որ մեխանիզմները հակակոռուպցիոն արդյունավետ չեն, չէ՞ հիմա ես հիմա լսած կլինեք երևի թե մշտապես օրինակ ես այդ միտքը ավարտեմ որպեսզի անցնեմ որ մեր ընդհանրապես կոռուպցիան պետք է համարել պետական դավաճանության հավասար գործողություն որտեղ ինքը թույլատնում է պետության անվտանգությունը խարխլում է պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը, չէ, եւ պետության ինքնիշխանության եւ ընդհանրապես պետության գոյության հիմքերն է խարխլում, բայց ո մենք չենք անվանում բոլորին բանը կոռուպցիոն պետական դավաճաններ, չէ, վերջին հաշվով։ Ես կարծում եմ, որ այստեղ իրապես խառնել փորձել ամբողջ ուրեմն ցակումնա։ Ես էլ եմ Արցախցի ցակումով։ Ես ծնվել եմ Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղում։ Հիմա հանցագործություն չեք կատարում։ Չէ, հիմա ինքնին իմ ցակումնաբանության հիմքով թիրախավորել բոլորը, ովքեր որ ծնվել են Շահումյանի շրջանում կամ որը հետո միացել էր, հիշում եք, հանրաքվեով
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հետ, բոլորը նույն հատկանիշներով չի կարելի բնորոշել։ Սա մեկ։ Երկրորդը այն, որ քաղաքական նկատառումներով փորձ է արվում նաև շահարկել այդ ողբերգությունը, դա էլ մյուս երեսն է, հա, այսինքն քաղաքական շահարկումը, քաղաքական նպատակներով մարդկանց ողբերգության օգտագործումը իրենց նպատակների համար, այսինքն դա էլ մյուս խայտառակ երևույթն է։ Եվ այս ամեն ինչում, տեսեք, բուն մարդկային ողբերգությունը, որտեղ կներեք բռնի էթնիկ զտման ենթարկվելուց հետո բոլորն են ենթարկվել։ Անկախ նայած թե կոռումպացված են եղել, կոռումպացված չեն եղել, դասախոս ա եղել, ուսուցիչ ա եղել, բժիշկ ա եղել, անկախ զբաղեցած զբաղմունքից եւ զբաղեցած պաշտոնից, բոլորը ենթարկվել են բռնի էթնիկ զտման, որոնց շրջանում կան մարդիկ, որոնց համար, ասենք թե այդ ողբերգությունը մնում է անձնական մակարդակում, հա, եւ այստեղ հիմնական հարցը կայանում է նրանում, որ ապրոմակցային մոտեցումը պետք է լինի գերակա։ Ապրոմակցային նկատի ունենք, որ մարդկանց իրապես վիճակի մեջ մտնելու մասին է խոսքը եւ այդ խնդիրները լուծելու մասին է խոսքը։ Կներեք, պարոն Սարգսյան, այս մարդիկ ներկայացնում են սոցիալական իրենց խնդիրների լուծման իրենց տեսակետը եւ ինչը նորմալ է եւ չափազանց նորմալ է։ Եվ կապ չունի այդտեղ։ Եվ իրավունք ունեն այդպիսի։ Խնդիրը հենց այդ է, դրանում է կայանում, որ այն իրավիճակում, որում ենք գտնվում, մենք արդեն կապ չունի դա մարդը որտեղից է եւ ինչ հանգամանքներ է եկել։ Գիտեք, ես հիշեցի այս պահին նման մի խայտառակ դրսևորում, դա իհարկե դուք չեք հիշի, բայց երբ որ հայրենադարձության արդյունքում Սփյուռքից հայերը վերադառնում են, հիշում եք նրանց հավաքական մի հատ այսպիսի մի որակում տվեցին աղբար հասկացողություն, չէ՞։ Վիրավորական տոնով այո։ Եվ այդ աղբար բառը, որը իրանք օգտագործում են եղբայրի հոմանիշի իրանց բարբառով, չէ՞։ Բայց այդ հավաքական նեգատիվ, այդ աղբարա եւ այլն, չէ՞, կներեք արտահայտությանս ինքը ինչ հավաքական բան է, բայց մարդիկ տարբեր պետություններից եւ տարբեր սոցիալական կարգավիճակով են եկել։ Այսինքն այս նույնը կար կնեք նաեւ Ադրբեջանից բռնագաղթված հայերի հենց այդ է, այսինքն սա քաղաքական այսպես կոչված վերնախավը չպետք է թույլ տա, որպեսզի իր խոսույթում օգտագործի այդ որևէ հատկանիշով մարդկանց թիրախավորման այդ մոտեցումը, որը զուրկ է մարդկային որևէ արժեքից, որտեղ դա մարդկային չէ, ինքը նույնիսկ եմ կրկնում չի ուղղված այդ ձեր նշած խնդիր, ոչ միայն սոցիալական, որտեղ ինտեգրման վերջնաշող խնդիր կա, գոյատևման խնդիր կա։ Իհարկե Հայաստանի քաղաքացիներ եւ դա ֆորմալ առումով եթե քաղաքացիությունն էլ ընդունում, ինքը դրանից սոցիալական վիճակը չի փոխվելու բնականաբար, չէ՞։ Այսինքն ուզում նշել, որ մինչև Արցախից այդ բռնի էթնիկ զտման հետևանքով տեղափոխումը, փախուստը կարելի ասել, Հայաստանում էլ կային սոցիալական խնդիրներ, որոնց հետ կապված բողոքի ցույցեր եւ հիմա բողոքի ցույցի մասնակիցներին հո չեն թիրախավորում, կներեք, լոռեցիներ կամ շիրակցիներ եւ այլն, դա քաղաքական որպես ազգ, քաղաքական ազգ չձևավորված լինելու հետևանքն է ցավոք սրտի, այլ դա ավելի շատ համայնքային ընկալումների, համայնքային մակարդակի, հա, ոնց որ նախնադարում կային համայնքներ, ինչ որ տոհմեր կամ ինչ որ, չգիտեմ, ցեղեր եւ այլն, այդ ցեղային մակարդակի արտահայտում է, որ իմ ցեղակիցը ուրեմն կամ մյուս ցեղի հետ կապված կային հակամարտ եւ դա իհարկե ամենևին քաղաքական, եթե ժամանակակից տերմինոլոգիայով ասենք, ուրեմն կոռեկտության շրջանակում չէ եւ անթույլատրելի է։ Ներեցեք, պարոն Սարգսյան, տեսեք, ինչպես նշեցի, մենք կարող ենք հանդիպել այսպես տարբեր իշխանական շրջանակների, նաեւ մեդիաների, ինչ որ լրատվամիջոցների, էջերի եւ այլն կողմից շատ կոնկրետ ատելության գեներացում այս մարդկանց նկատմամբ, շատ թիրախավորում, չափանցնելով եւ այլն։ Կարող ենք տեսնել նաեւ ընդդիմության կողմից
այս մարդկանց խնդիրները վերցնել եւ քաղաքական պայքարի միջոց դարձնել։ Այ ինչպես արցախցիներին ազատել այս բեռից։ Այդ մարդիկ ընդամենը ուզում են հանգիստ ապրել, աշխատանք ունենալ, իրավունքներ ունենալ եւ այլն, բայց թիրախավորվում են այսպես։ Հայաստանի կառավարությունը պետք է ինչպես ընդհանրապես ցանկացած կառավարություն, ժողովրդավարություն հաղորդակցվի մարդկանց հետ նրանց խնդիրների լուծման նպատակով, այսինքն եթե որոշումներ ես կայացնում, այդ որոշումների կայացմանը մասնակից ես դարձնում այն մարդկանց, որոնց վերաբերյալ կայացում է որոշումը։ Սա կապ չունի թե ինչ խմբի հետ է, այս սա է կարևորը։ Եվ երբ որ մենք արդեն տարիուկես, երևի 23 թվականի նոյեմբերից սկսեցինք իրավական խորհրդատվություն տրամադրել Արցախից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տարբեր սոցիալական ծրագրերում մատչելիություն ապահովելու համար մենք առնչվեցինք տարբեր բնույթի խնդիրների։ Մարդիկ, որոնք իրապես, դա նույնիսկ շատ դժվար է, չէ՞, վերջնաշով պատկերացնել, որ տունդ, քո կենսական միջավայրդ, քո այդ բնական այն պայմանները, որտեղ դու գտնում ես իր բոլոր ռիսկերով հանդերձ, դու ստիպված ես փոխել, զրկվել դրանից, հա, ելնելով այն սպառնալիքներից, որոնք քո ֆիզիկական գոյությանն են։ Այսինքն քիչ է նրանք ընդհանրապես, գիտեք, ես պատահական չասեցի, Իլհամ Ալիևի եւ ընդհանրապես Ադրբեջանի ատելության քարոզը, որը դրսևորվում է այդ սպառնալիքներով եւ ըստ էության նաեւ բնաջնջման ըստ հա այդ միտումով նա համար կապ չունի Արցախցի, Արցախից է թե Լոռուց է թե բան, ինքնապես էթնիկ հայի նկատմամբ եւ այս պարագայում երբ որ դու ունես այդպիսի մի մեծ սպառնալիք, այդ սպառնալիքի դեմ հանդիման նման վարքագիծ դրսևորել, այսինքն քիչ է քո նկատմամբ կա ատելության եւ խտրականության եւ նաեւ ֆիզիկական գոյության սպառնալիք քո ներսում նման բանի գնալը դա ուղղակի կարծես թե աչակցես այդ նույն խոսույթին, կապ չունի ընդդիմություն թե որտեղ իշխանությունն էլ միասեր չէ, որտեղ падգամավորներ կամ ներկայացուցիչներ դրանք էլ մեր հասարակության ծնունդ են երկար տարիներ, որոնք ձևավորվել են այս իրավիճակում։ Հիշում եք, այդպիսի մի թեթև բնորոշում տրվեց թեթև ձեռքով Ղարաբաղյան կլան հասկացողությունը։ Ինչ է նշանակում Ղարաբաղյան կլան։ Հա, դա ինչ է։ Դա կոնկրետ, բայց անձանց էր վերաբերվում։ Այո, դե պետք է ասես կոնկրետ է, այսինքն բայց որովհետև այդ քաղաքական որակումը, որը տրվեց, հա, ես ընդհանրապես չեմ օգտագործի նման բան, հա, չեմ բանը թեկուզ տարածվում էր։ Դա ինքը թիրախավորում էր ըստ ցակումնաբանության։ Բոլոր արցախցիներն էր դա թիրախավորում։ Այսինքն ովքեր որ Ղարաբաղցի են, ուրեմն նշանակական դրանք այդ կլան են։ Հասկանում եք, որ աբսուրդ է։ Հիմա Իջևանյան կլան են։ Հիմա Իջևան, դե կար մի ժամանակ, ասենք թե բանը Լոռուց դուրս եկածները, հա, ցակումը, որ հասկանում եք այդ քաղաքացի հասկացողությունը, քաղաքացիական մտածելակերպի հասկացողությունը հիմնված է իրավունքների եւ պարտականությունների այդ համախմբման վրա, չէ՞, վերջին հաշվով, որպես պետություն։ Երբ որ այդ ընկալումը չկա, ապա այդ դեպքում իրապես պետությունը շատ թույլ է լինում։ Բարձ ասեմ։ Շատ լավ, հուսանք։ Եվ դա իհարկե անթույլատրել է եւ այստեղ պետք է իրապես հաշիվ տան իրենց։ Հուսանք իրավական գնահատականներ կլինեն նման պարագաներում, պարոն Սարգսյանը, առանց դրա ոնց որ կարգավորումները Ես կարծում եմ, որ այո, կարող է նույնիսկ ոչ թե նույնիսկ զուտ խտրականության դրսևորման հիմքով այդ խտրական մոտեցումների, չնայած չունենք հակախտրականության մասին օրենքը, բայց գոնե ունենք այդ հիմքով սահմանադրության նորմ եւ նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարարվածության եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածը գուցե եւ իրապես իմաստ ունի առանձին խոսույթներին, հա, այդ հռետորաբանությունը կիրառողների նկատմամբ նաև որոշակի դատակ, անկախ նայած նույնիսկ եմ կրկնում ում կողմից, որովհետև եթե դու մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության սկզբունքից նահանջ ես ապրում եւ չես ելնում դրանից, ապա
տեղ է տալիս նման այնպիսի խոսույթներին, որոնք ոչնչացնում են հենց մարդու հակոտնյային այդ մարդու իրավունքներին։ Եվ սրանում է կայանում, որ երբ որ շահարկում են մարդկանց խնդիրները եւ շահարկումը կատարվում է էլի ըստ այդ հատկանիշների եւ բոլորին ասում են, այդ բոլորը ընդհանրեն այսպիսին են կամ բոլորը նույն վիճակում են։ Այն դեպքում, երբ որ տեսնում ենք, որ իրապես սոցիալական խիստ տարբեր իրավիճակներում են գտնում անգամ նույն հատկանիշ ունեցող մարդիկ, չէ՞, ասենք թե դա Արցախ մեր շատ հայրենակիցներ տուժել են հենց այն կարգերից, ինչ որ տասնամյակներ շարունակներ կար, էլի, ասել որ նրանք կրող են եւ եկել են այստեղ նույն կարգերը, ուղղակի շշմեցուցիչ չէ նման մեկնաբանություն։ Նույնիսկ քաղաքացիա, դե գիտեք, հիմա Հայաստանից ասենք այս 30 տարվա ընթացքում արտագաղթածները։ Ընդհանրենք այն երկրներում, որտեղ ժողովրդավարական երկրներում են, իրենց թիրախավորել, իրենք չեն տեսել։ Եթե լինի թիրախավորում, դա չէին այդ պետությունները, իհարկե բացի Ռուսաստանում, որտեղ Ռուսաստանում հստակ գիտեք, կովկասցիների այդ համախմբման տակ եւ այլն խտրական մոտեցումներ կար, բնորոշ է այդպիսի պետություններ։ Հիմա մենք ոնց կարող ենք որպես ժողովրդավարության հավակնող պետություն թույլ տանք նման խտրական դրսևորումը խոսույթը անգամ բանի եւ պետք է ասել կոնկրետ գործողություններ են տրվի գնահատական եւ ոչ թե այդ որովհետեւ մարդու իրավունքների տեսակետից նա կապ չունի իր ցակումնաբանությունները, իր սոցիալական դրությունները, իր հայացքները եւ այլն, բոլորը մարդիկ են, հա, այսպես ասեմ։ Երբ որ դու տարբերակված մոտեցում ես ցույց տալիս, դա իհարկե անթույլատրելի է եւ դա հակաժողովրդավարական ու հակաիրավական է։ Մեր զրույցը սկսեցինք ընդհանրապես ատելության, բռնության, խոսքի այդ կրիմինալ մթնոլորտի մասին զրույցով կոնկրետ օրինակի վրա, բայց Գյումրի այդ ընտրությունները, պարոն Սաքունց, եւ Հայաստանի վերջին քաղաքական թեժացումները էլի հիշեցնում են նման մշակույթի գոյության մասին, թե թվում էր, թե 7 տարի առաջ տեղ ունեցան, այսպես ասենք, հեղափոխության արդյունքում պետք է նման կարգերը հետևում մնան, քաղաքական գնահատական պետք է տրվեր, կամ հեղափոխության իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը Գյումրիում ստացավ ամենաշատ ձայները, բայց պարտվեց ըստ էության Քոչարյանին, Սերժ Սարգսյանին հարող ուժերին եւ նաեւ այդպիսի մեկնաբանություն կար, որ ապօրինի կապիտալ, ընդհանրապես կրիմինալը, թաղի տղայությունը, այսպես ասած, հա, մեծ դեր է կատարել եւ բացառված չէ 26-ին էլ ինչ որ մեծ դեր կատարի համապետական ընտրությունների համատեքստում, ինչու մենք ունենք 7 տարի անց ոչ միայն ատելության խոսքի քաղաքական չմշակույթի խնդիր իրականում, այլև կրիմինալի, այսպես ասենք, ապստամբության իրական հավանականություն, հա։ Չէ, ըստ էության կամ ռևանշի, այսպես ասենք։ Եկեք ամրագրենք, որ 7 տարվա ընթացքում այն համակարգային փոփոխությունները, որ ակնկալում էինք, ինստիտուցիոնալացվեցին։ Այսինքն փոփոխությունները մնացին թողնված անձանց նախաձեռնողականության եւ իրենց ընկալումների հույսին։ Ոչ ռազմավարություններ։ Ոչ որպես ինստիտուցիոնալացման ճանապարհով եւ իհարկե եթե հետադարձ հայացք ենք նայում, սա օբյեկտիվ ենք բանանում, այն արհավիրքները, որ 7 տարվա ընթացքում ունեցանք, ըստ էության հեղափոխությունից հետո 18, ասենք թե մի կես տարի էր, 19 թվականին, այսինքն տարուց հետո սկսեց COVID, պատերազմ եւ այլն, հա, ասենք թե դրանք օբյեկտիվ հանգամանքներ, ինչպես օբյեկտիվ էին նաեւ անկախությունից հետո այն խնդիրները, որ կապված են երկրաշարժի հետ, Ղարաբաղյան առաջի պատերազմի հետ եւ դրանք իրապես բացասական ազդեցություն են ունենում, սահմանափակող ազդեցություն են ունենում զարգացման վրա, բայց դա ավելի է պահանջում, որ դու ավելի շատ ջանքեր գործադրես իրապես ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար, որի առաջին պայմանը պետք է լիներ իհարկե սահմանադրության փոփոխությունը կամ նոր սահմանադրության ընդունումը, որը կներեք այդ բառը մեռանք ասելով, չէ՞։ Հիմա նոր եկել ենք ինչ-որ մի հատ իրավիճակի եւ բոլորին այլ կոնտեքստում ենք դրա համար։ Չէ՞ որ մենք ասել ենք, հենց ձեր
տաղավարում ենք բազմիցս ասել, որ սահմանադրությունը պետության զավթում ամրագրող սահմանադրություն է, ինքը հակաժողովրդավարական։ Բայց հիմա այդտեղ խնդրեմ է առաջացել, որովհետև դուք էլ եք այդ աշխատանքային խմբում սահմանադրական փոփոխություններ, դուք ինչ փաստաթուղթ էլ վերեք, պարոն Սարգսյան, մենք գիտենք, որ դուք եք, հա, աշխատում, դուք եք ուղեգծերը տալիս եւ հանրային մեկնաբանությունը եւ միգուցե գերիշխող տեսակետը այն է լինելով, որ այնտեղ գրվել է այն, ինչ որ Ալիևն է ուզել։ Դե տեսեք, մինչդեռ դա Հայաստանի կարիքներից պետք է բխել այդ սահմանադրությունը։ Հայաստանի կարիքներից է բխում եւ Հայաստանի կարիքների շրջանակում էլ պետք է մնա։ Եվ այն ժամանակ, երբ որ գոնե մենք աշխատում, գիտե վերջի առնվազն 7-8 ամիս չկա այդ ձևի աշխատանք, խորհուրդը չի հավաքվել։ Այն ժամանակ չկար ընդհանրապես սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ խոսույթ, բայց այն հայեցակարգի, որը չավարտված, այնքան մաս, ինչքան որ անդրադարձել էինք, չկա այդպիսի հարցեր, հա։ Այնպես որ իհարկե դժվարացել է, երբ որ այդ այլ է քաղաքական շահարկման թեմա դառնում, հա, եւ դուրս տալ, որովհետեւ գոնե լավ էր սահմանադրական դատարան հստակ որոշում գնահատական տրվեց ուրեմն սահմանազատման այդ հանձնաժողովի կանոնակարգի հետ կապված, որ սահմանադրության նախաբանը որևէ տարածքային խնդիր չի առաջացնում, հա, իրապես որևէ պետություն չէր կարող տարածքային։ Եվ դա ինստիտուցիոնալ է աշխիք էր, բայց եկեք վերադառնանք քաղաքական մեր թեմատիկային, հա, խոսքը վերաբերում է, այսպես ասենք, կրիմինալի բացառմանը քաղաքականության մեջ եւ ձեր կազմակերպությունը այսպես դիմում է ներկայացրել իրավապահ մարմիններին գնդակահարության պատրաստականություն հայտնող անձի վերաբերյալ սպանության, մարդուն վնասելու, հա, ժամանակին հիշեցիմ նաև նման մի քանի մենք բարբերաբար, գիտեք, մի բանա ոչ կոռեկտ խոսք ասել եւ այլն, հա, մի բանա հենց թիրախավորված։ Ինչ եք սպասում դուք դատախազությունից կոնկրետ։ Առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ, ճիշտ ասած, բայց մենք չենք կարող չարձագանքել նաև, որովհետեւ պետք է անպայման այդ մոտեցումն համապատասխան քայլերը օրենքով սահմանված կատարել, հա, որովհետեւ ժամանակին, երբ որ հայտնի Շմայսը, երբ որ ասում էր պետք է գնդակահարել եւ այլն, հա ինչ եղավ, քրեական գործ չհարուցվեց, դատական կարգով բողոքարկեցինք ու մնաց այդպես։ Որովհետեւ դատական համակարգը չի բարեփոխվել։ Freedom House-ի վերջին զեկույցը Հայաստանի մասով հենց դա կարձանագրում է, որ գտնում է քաղաքական ազդեցության տակ։ Մենք էլ ենք դա ասում։ Մենք ասում ենք, որ դու դատական համակարգը բովանդակային առումով, դու կարող ես դատավորներին փոխես, բայց ինստիտուցիոնալ առումով ինքը անկախ իրեն չի զգում դատավորը, որովհետև դատական համակարգում մնացին եւ նախկին դատա, այսպես կոչված քաղաքական իշխանության ներկայացուցիչները, նոր իշխանությունը իր ներկայացուցիչները ունեցավ, դիվերսիֆիկացված է փաստորեն։ Հասկանում եք, այսինքն կանխատեսելի չի դատարանի պահվածքը կոնկրետ գործերով, որտեղ տեսեք, երբ որ այդ նույն դատական համակարգը զավթած նախկին ներկայացուցիչները ունենում են հաջողություն դատական համակարգում, ասում կեցե դատարանը, բայց միաժամանակ ասում են դատական համակարգը անկախ չէ։ Այսինքն դուրս է գալիս անկախություն կամ կախվածության բնորոշումը կախված է թե ինքը իր համար բարենպաստ որոշում է ստանում, թե չի ստանում, բայց բուն էությունը դա, այսինքն պետքա գնահատման ցուցանիշը ոչ թե ելնի թե քո շահերին համընկնում է դատարանի պահվածքը կամ որոշումը, թե ոչ, այլ որ ինքնին ինստիտուցիոնալ առումով դատական համակարգը, այո, ցավոք սրտի, ինքը չի ձևավորվել այն մարմինը, որը անկախ է քաղաքական որևէ նկատառումներից, որը անկախ է որևէ հանգամանքներից եւ դատավորը իսկապես երաշխավորված է դատավորի անկախությունը։ Սա հստակ արձանագրվեց, այսինքն գիտեք այդ նույնը չի իհարկե, բայց վայրի արևմուտքին այն բնորոշ որտեղ ով ուժեղ էր նա էր, հա, բան, այդ բազմազանությունը դրա մեջ էր կայանում, այսինքն բոլորն էլ հնարավորություն ունեին ինչ որ բաներ ուժի կիրառմամբ ինչ որ հարցեր լուծելու, սա այսինքն երբ որ էս սա է դառնում, երբ որ դա իհարկե պետական
պետության տեսակետից դա չի կարող համարվել ընդունելի վիճակ, հա, նույնը քննչական մարմինները, նույնը դատախազության ուրեմն համակարգը չնայած դատախազությունը շատ ավելի ուրեմն հիերարխիկ, հա, կառույց է, ոչ թե դատական համակարգի նման։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, ասենք, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տարբերակված մոտեցում, հին կոռուպցիայի եւ նոր կոռուպցիայի հնի ժամանակ էլ էին 1-2, ասենք, թե հիշում եք Վազգեն Խաչիկյանի դեպքը, ասենք, թե ձգների պատժում, բայց ասենք, թե նույն ժամանակ Տիգրան Սարգսյանի հետ կապված Կիպրոսյան օֆշորային այդ խայտարակ պատմությունը, որովհետեւ քրեական հետապնդման բան չէ։ Պատմում են ավելի շատ չթույլատրված կոռուպցիան, իսկ թույլատրված կոռուպցիան։ Հիմա տեսեք, բայց հիմա երբ որ մենք խոսում ենք արդեն 2018 թվականից հետո կոռուպցիոն դրսևորումների հետ կապված ու տեսնում ենք, որ այո, կան կոռուպցիոն հիմքով հանցագործությունների ուրեմն ուղղությամբ քրեական գործեր լիքն են։ Բայց առանցքային, հա, փողվարչապետ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ այդ անիվ հիմնադրամ չեք տեսնում այդ քննությունը։ Քաղաքական թիմից Եվ կապ չունի քանակը։ Տեսեք, քանակը չի այստեղ կարևոր, թե օրինակի համար առաջ են շատ քրեական գործառույթություն, թե հիմա այդ կոռուպցիոն հիմքով, որովհետև քանակային մոտեցումը բովանդակային այն նշանակությունը չունի, հա։ Կարող է մեկ, բայց որակյալ քրեական գործ կարող է մեկ եւ շատ բարձրաստիճան պաշտոնատար անձիներ, կարող է դու 100 փոքր եւ միջին եւ բանը դրանցով դու քրեական հետապնդում չանես, բայց այդ մի քրեական հետապնդումը ունենա շատ ավելի մեծ նշանակություն մթնոլորտի ձևավորման այն մտածելակերպի, որ իրապես դու հետևողական ես, հա, իրապես կոռուպցիան համակարգային չդառնալու ուղղությամբ, հա, սկզբունքային դիրքորոշում ունես։ Ոչ միայն անիֆի պատմություններ եւ մենք չիմացանք, ասենք, Տիգրան Ավինյանի գործողություններում կային արդյոք քրեական հանցակազմի տարեր թե չկային, ամեն դեպքում այդ կասկածները հնչում են եւ մեր հարցումը ես հենվում եմ հետքի ես հենվում եմ հետ լրատվության հետաքնող լրագրողների նյութերին, որտեղ ասում են, որ այսքան գումար պետական բյուջեից փոխանցվել է հիմնադրամ եւ այդ գումարը փոխանցվել է բանը Ռուսաստան օրինակ կամ այլ բա ուր գնացին այդ գումարների վերաբերյալ հաշվետվություն չկա, բա ինչ ասեմ ես։ Նաեւ կառավարող կուսակցության Երևանի ավականուն ընտրությունները։ Այո, նաեւ այդ բանը, որը նույնպես բանը, որ իդեպ նման երևույթ նաեւ արձանագրվեց Գյումրի ավականուն ընտրությունների ժամանակ, կուսակցությունից մեկի հիմա չեմ հիշում, մեր զեկույցը հրաշնական զեկույցում կլինի ԿՊԻ-ն չեղե, բայց այլ կուսակցությունից մեկում, որտեղ նույն քանակով գումարներ մի ենթադրենք շատ մեծ թվով մարդկանց կողմից, որոնք այդ գումարը հաստատ չունեին, հա։ Այսինքն նույն, երբ որ դու այն թողնում ես անպատիժ, նման երևույթը բան ունի, հակում ունի կրկնվելու մեկ այլ պարագայում, հա։ Բայց եկեք ամփոփենք այս հարցը, ինչու են թողնում անպատիժ, ինչու քաղաքականությունից կապիտալը ես միանշանակ չեն անում, միգուցե խաղի կանոններն են ուզում հենց այդպիսին լինի։ Չէ, մի րոպե։ Միգուցե իշխանությունը օգտվում է այդ մեթոդներից, պարոն Սաքոնց։ Դրա համար օրինակ, երբ որ կրիմինալը արդեն քաղաքական ռեսուրսները օգտագործում է, քաղաքական կապիտալիզացիա իրականացնում, անց որի դեմ դուք հայց եք, չէ, ներկայացրել դատախազություն։ Բայց ինչի պետք է ամենակերպ։ Ներողություն, միջև այդ մարդը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույք չունի։ Կակ, գործեր կան, բայց ավարտ է չկա։ Հենց էտա։ Աշխանությունը ինչու՞ չի ավարտում այդ գործերը։ Եթե նրանց հարցնես, կասեն մենք ինչ կապ ունենք, դատախազություն, դատարան իրենց հարցրեք։ Մենք չենք խառնվում նրանց գործերը։ Տեսեք, եկեք լինենք բան, հա։ Երբ որ մենք ասում ենք իշխանություն, ապա ես իշխանություն չի անում։ Մենք պետք է ենթադրենք, որ քաղաքական իշխանությունը պետք է դատախազին ու քննչական մարմինացնի թե բան։ Մենք դրա դեմ ենք։ Տեսեք, չէ, ներողություն, ես ավարտեմ։ Կարող է մեկ դատախազի փոխեն 4 դատախազի հաստիկ ավելացնել եւ այդ գործերը ավելի արագ կլինեն։ Ընկնենք ընդդիմություն, դիմություն այսօրվա այդ խայտարակ մակարդակի խոսակցության վրա, որովհետեւ ինքը բացարձակապես անառարկայական է եւ ընդամենը բաներ են ով ավատ, ով լավ այդ տարբերակով։ Խնդիրը հետեւյալն է, իշխանությունը չպետք է խառնվի իրավապահ համակարգի գործողության մեջ։ Սա մեկ
սկզբում։ Բայց երբ որ իշխանությունը տեսնում է իրավապահ համակարգի հետ կապված կան խնդիրներ, երբ որ արդյունավետ չի, ինքը օրենսդրության եւ ինստիտուցիոնալ առումով պետք է փոփոխություններ կատարի, որ դառնա ավելի արդյունավետ։ Ես սրա մասին եմ ասում։ Եվ որ մենք անդադ ասում ենք, որ բարեփոխում ասածը, դատաիրավական բարեփոխում ասածը պետք է իրականացվի, չէ՞։ Երկու ռազմավարություն ընդունվի։ Մենք արձանագրում ենք, որ իրավապահ համակարգի բարեփոխումները արդյունավետ չեն, քանի որ այդ գործերով արդյունավետ քննություն չի իրականացնում։ Ո՞վ է պատասխանատու? Քաղաքական իշխանությունը, որտեղ օրենսդիր մարմինը պետք է այդ օրենքները ընդունեն, ֆինանսական եւ այլ ինստիտուցիոնալ կարողությունները պետք է ինքը ոչ թե գործառույթների մեջ պետք է խառնվի կամ դա է իր անելիքը եւ ես ակնկալիք չունեմ, որ ինքը պետք է ասի թե այս չէ, այլ ինքը պետք է այդ ինստիտուտների իրավապահ մարմինների կարողությունները, ինստիտուցիոնալ զարգացումը, անկախությունը եւ այլն պրոֆեսիոնալիզմը բարձրացնելուն ուղղված ջանքերը գործադրի։ Հասկանում եք, սա մասին ենք մենք խոսում։ Իրավապահների կարողությունները բարձրացնել այդ գործերը արդյունավետ քննելու։ Եթե մի քննի չէ, ավելացնել 3-ը դարձնել։ Եվ բացի այդ, նաև տեսեք, ես ու նշեցի, չէ, օբյեկտիվ այն խոչընդոտող կամ սահմանափոխ, բայց դա չի խանգարել, չէ, որ դու կրթես մասնագետներ պատրաստես։ Ո՞վ է խանգարել։ Ոչ ոք։ Համալսարանները լիքն են իրավաբաններ։ Այսինքն քեզով է խանգարել կրթական համակարգում փոփոխություն կատարես, որ իրապես այն մասնագետները պատրաստվեն, որոնք դուրս կգան եւ իրավապահ համակարգում կաշխատեն եւ այլն, հա։ Ո՞վ է, ի՞նչն է, ինչ դա էլ հո բան չի, որ ասես թե բովանդակ Ալիևի կամքից կախված չի էտել, հա։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սաքունց։ Factor TV-ում հյուրընկալել էինք Արթուր Սաքունցին։